Բայց ես բոլորին ուրախ եմ ողջունելու իմ YouTube-յան ալիքում։ Այսօր մենք միասին նախակենդանիների ընդհանուր բնութագիրը կանցնենք ու շատ ուշադրություն կդարձնենք ինֆուզորիաների տիպին, քանի որ ընդեղից թեմարանի հարցերը ոնց որ թե ավելի շատ են։ Հիմա ես ինչն եմ ոնց որ առանձնացրել եկեք նայենք։ Նախակենդանիների մեր մոտ նախակենդանիները կբաժանվեն արմատոտանիների դասի, մտրակավորների դասի ու թարթշավորների դասի, որին հենց այդ ինֆուզորիաների տիպը կպատկանի։ Ուրեմն այս արմատոտանիների մեր մոտ իրենց արմատոտանիների դասին պատկանող ներկայացուցիչներից, որոնց մենք պետք է իմանանք, այդ ամեոբան է, ինչով է ոնց որ իրանց դասը ինչ բնորոշ հատկանիշներ ունի։ Ուրեմն առաջինը, ինչ ուզում եմ ես նշեմ, որ իրանք ունեն, դա իրանք տեղաշարժվում են կեղծ ոտիկների օգնությամբ։ Նաև ինչ եմ ուզում նույնպես շեշտեմ, որ ամեոբան չունի մարմնի կայուն ձև։ Եվ երրորդը, որ ամեոբան բազմանում է կիսվելով։ Այսքանն էլ որ հիշեք այս դասից, արդեն ոնց որ հերիք է թեմարանի համար լրիվ, մենք եք ուզեի մի հատ էլ հիշեք, որ այս ամեոբաներից կա մի հատ է դիզինթերիայի ամեոբա, հա, ինքը ոնց ես հասկացա մարդու աղիներում է, մարդու աղիներում խոց է առաջացում, ինքն էլ տենց կողքից է, էս ամեոբա, իրան էլ հիշեք անպայման։ Հիմա անցնենք ուրեմն մտրակավորների դաս, այս ներկայացուցիչները մի քիչ շատ են։ Ուրեմն ներկայացուցիչներն են կանաճեպիլենան սա է, բոդոն սա է, վոլվոքսը սա է, այս վոլվոքսից ճիշտ ասած չգտա նորմալ նկար, այս էր մենակ, դրա համար այս կլոր վոլվոքսից։ Եթե ինքը իրականում էլ ասես կլոր, ուրեմն օքեյ։ Ուրեմն էտա վոլվոքսը։ Հա, ուրեմն ինչա պետք է իրանց մասին իմանալ, քանի որ հենց իրանք մտրակավորների դասն են, մեզ հուշում է, որ իրանք մտրակների միջոցով են տեղաշարժում։ Ինչ ենք հիշում ամեն մեկի մասին, տենում ենք, չէ, որ սա մեկ մտրակ ունի, ուրեմն մի մտրակ, կանաչ էպիլենան ունի մի մտրակ, բոդոն ունի երկու մտրակ, վոլվոքսը բազմաթիվ մտրակներ ունի։ Այս հիշեք, որովհետև հաստատ կա շտեմարանում։ Մտրակ, այս ինչ եմ գրել, մտրակ, ներ։ Հույսով եմ դուք իմ ձեռագրից տրավմա չեք ապրի։ Լավ, ուրեմն անցնենք առաջ։ Հիմա ինչն է ուզում ասել, այս թարթիչավորները, նաև որոնց ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան, իրանք տեղաշարժվում են թարթիչների միջոցով, այսինքն ինֆուզորիան, հեսա ես հատուկ նկար եմ գտել, որ մենք միասին տեսնենք իր կառուցվածքը։ Ուրեմն, ստեղ ցույց է տալիս, սա իր թարթիչներն են, եկեք տենց է գրենք թարթիչներ։ Ճիշտ է, քննությանը սենց նկարներ չկան, բայց ինձ թվում է լավ կլինի, որ դուք իմանաք թարթիչներ։ Ուրեմն, մեկ էլ ինչ եմ ուզում կառուցվածքի մասին ասեմ, ունի ոնց որ մենք մի հատ մեծ կորիզ, մի հատ փոքր կորիզ։ Մեծ կորիզը իր բոլոր կենսագործունեության բոլոր պրոցեսներն է անում, իսկ փոքր կորիզը բազմացում է։ Միայն փոքր կորիզ։ Փոքր կորիզը միայն մասնակցում է բազմացմանը, այդ հիշում ենք, որովհետև էլի շտեմարանում տենց հարցեր լինում են միշտ։ Մեկ էլ ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեմ, նաև ինֆուզորիան ունի հատուկ շշիկներ, որոնք որ ունեն պաշտպանական ռեակցիա, հա, իրանք կատարում են պաշտպանում են ինֆուզորիային մի խոսքով։ Սա իր բերանն է, այս ինչը որ նշված է։ Սա ուրեմն կծկուն վակոլն է, իսկ սա իր մարսողական վակոլն է։ Այսքանը, իհարկե սեյվ չեղավ, հա, իմ գրածը, դե ոչինչ լավ,
Ոչինչ։ Ինձ թվում է դուք հիշեցիք արդեն։ Այստեղ ես գրել եմ իր չափսերը 0.1-ից 0.3 մմ ու գրել եմ, քանի որ այդ կորիզը պետք է իմանալ, մեծը բոլոր process-ները, փոքրը միայն բազմացում։ Հիմա անում ենք ուրեմն մարսողական համակարգը իր։ Ուրեմն սա ուղղակի մեր մոտ հաջորդականությունն է, բջջաբերյան, բջջագրան, մարսողական վակուոլ, սա հիշում ենք, քանի որ ես դաժե հիշում եմ պնդումներում մի հատ հարց կա, ինչ է հաջորդում բջջաբերանին հաջորդում է բջջագրանը, դա ճիշտ պնդում է, քանի որ հենց այդպես է հաջորդականությունը։ Շնչառությունը չունեն այդպես շնչառության համակարգ, հատուկ օրգաններ շնչելու համար շնչում են մամնի ամբողջ մակերեսով, թթվածինը ոնց որ ամբողջ մակերեսով։ Ինֆուզորիա, ուրեմն իրանց արտազատության համակարգը, ստեղ ուրեմն ինչ ենք հիշում, որ հեղուկ արգասիքները իրանք հեռացնելու են կծկուն վակուոլի միջոցով, այ հենց այս իրա միջոցով, իսկ չմարսված սննդի մնացորդները հատուկ արտազատական անցքով։ Սա հիշում ենք էլի, քանի որ շտեմանում շատ են խառնում։ Սա եւ սա, հենց որ հիշում ենք։ Մեկ էլ կուզեի միանգամից խոսանք բազմացման մասին ինֆուզորիաների, ունեն երկու ձև բազմացման, անսերսեռական, սա այս մի նկարի մեջ ցուցադրված է անսեր բազմացումը, սա բարենպաստ պայմաններում ինֆուզորիան բազմանում է բջջի լայնակի կիսմամբ, հեսա տեսնում ենք, թե ոնց է կիսվում լայնակի ու երկու բջիջ է ոնց որ լինում, ահա, ուրեմն սա բարենպաստ պայմաններում, իսկ անբարենպաստ պայմաններում սեռական եղանակով է բազմանում, որ կոչվում է կոնյուգացիա, սա էլ էս նկարն է, ուրեմն, ահա, անբարենպաստ պայմաններում, մեկ էլ նույնպես անբարենպաստ պայմաններում ինֆուզորիան կարա պատվի ամուր թաղանթով և առաջացնի ցիստ։ Էլ ինչ եմ ուզում ասեմ, հա, ինֆուզորիան նաև ենթակա այդ քեմոտաքսիս երևույթին, որը լինում է դրական եւ բացասական, դրականը դա երբ որ ինքը շարժվում է դեպի ինչ-որ օբյեկտ, այսինքն կարող իրան գցենք ինչ-որ բակտերիայի հետ ու ինքը շարժվի դեպի բակտերիա, դա դրականն է։ Իսկ եթե օրինակ իրան գցենք ինչ-որ տեղ, որտեղ որ աղ կա, ինքը կխուսափի աղից, դա էլ կլինի բացասական քեմոտաքսիս։ Այդքանը, մեկ էլ, հա, գոյություն ունի մի հատ էլ մակաբույծ ինֆուզորիա, որը կոչվում է բալանցիդիում, հա, այդ հիշեք, որ ինքը անպայման մակաբույծ է ու ինքն էլ կա, ոնց որ այդ ինֆուզորիաների տիպի մեջ իրան էլ ներառեք, որ ինքը ոչ միայն հողաթափիկ ինֆուզորիային, այլ նաև իրան։ Ինձ թվում է այսքանը, այս իմ պրեզենտացիան այսքանն էր, այսքանով վերջացավ։ Մեկ էլ հիմա կցանկանամ միասին մի քիչ թեստեր նայենք, արդեն գրել եմ ես այդտեղ ինչ թեստեր ենք նայում, այն անգամվա նման որ պատրաստված չէ, հիմա արդեն գիտեմ որն ենք այսօր անելու ու ինձ թվում է այդտեղ էլ եթե ինչ-որ բան ստեղ բաց եմ թողել, այնտեղ միանգամից կբացատրեմ։ Եկեք հիմա ես անջատեմ սա ու անցնենք թեստ լուծելուն։ Ուրեմն սկսում ենք 14-րդից, այս առաջին շտեմարանի ստեղից ենք սկսում։ Ինչպես է տեղաշարժվում կանաչ եւ գրենան, ասեցինք, չէ, որ մեկ մտրակի օգնությամբ։ Դրա համար մեկ մտրակի օգնությամբ։ Ինչ գործընթացներ է վերահսկում հողաթափիկ ինֆուզորիայի մեծ կորիզը։ Մենք գիտենք, որ փոքր կորիզը մենակ բազմացումն է անում, դրա համար այս ինչ որ գրած է բազմացման տեղը, սա ամենտեղ գրած է եղեք, բազմացում, սրանք չենք նայում ընդհանրապես սննդառություն եւ արտադրություն, սա է ճիշտ պատասխանը։ Որ նյութերն են հեռացվում հողաթափիկ ինֆուզորիայի կծկուն վակուոլների պարբերական կծկումների միջոցով։ Մենք ասեցինք, որ նյութափոխանակության հեղուկ արգասիքները եւ ջրի աղավելցուկը պետք է գնա։ Դրա համար սենց։ Ինչպես է տեղաշարժվում հողաթափիկ ինֆուզորիան։ Մենք ասեցինք, որ թարթիչների օգնությամբ։ Ինչպես է հեռանում սննդի չմարսված մնացորդները հողաթափիկ ինֆուզորիայի մարմնից։ Չմարսված մնացորդները, ոնց որ ես ասեցի, միշտ ընտրում ենք արտազատական անցքով։ Ուրեմն, սա արդեն գնացինք դեպի աղեխորշավորն է, դրա համար ես ուզում եմ սեղ մի հատ էլ պնդում էի գտել։ Այս 102-ը, դա էլ եկեք գնանք միասին, սա ինֆուզորիայի մասին է։ Ինֆուզորիաներն ունեն մեկ մեծ եւ մեկ փոքր կորիզ, մեզ ասում է սխալ պնդումներ, սա ճիշտ պնդումա չենք նշում։ Ինֆուզորիաներին բնորոշ չէ
գրգռականությունը։ Սա նույն այդ քեմոթաքսիսի երևույթն է, սա բնորոշ է, դրա համար սա սխալ է, դրա համար սա նշեցիք։ Բարենպաստ պայմաններում ինֆուզորիան բազմանում է սեռական եղանակով կոմունիկացիայով։ Մենք ասացինք, որ սեռական եղանակով ինքը կբազմանա միայն այն ժամանակ, երբ որ անբարենպաստ պայմաններ կլինի, դրա համար սա սխալ է։ Դրա համար սա նշում ենք, որտեղ մենք սխալ պնդումներն են ասում։ Անբարենպաստ պայմաններում ինֆուզորիան բազմանում է ասսեռ եղանակով, լայնակի կիսմամբ։ Արդեն սխալ է, անբարենպաստ պայմաններում ինքը սեռական եղանակով պետք է բազմանա, այսինքն հակառակն է ստեղ արած, դրա համար սա մեր մոտ սխալ է, դրա համար այս ենք նշում։ Ինֆուզորիաների կոնյուգացիայի ընթացքում տեղի ունենում ժառանգական նյութի փոխանակում, սա ճիշտ է, դրա համար սա չենք նշում։ Սննիչ մարսած պինդ վնասորդների ինֆուզորիայի մարմնից դուրս են գալիս կծկվող վակուոլի միջոցով, սխալ է, քանի որ կծկվող վակուոլի միջոցով հեղուկ արգասիքներն են դուրս գալիս, դրա համար սա էլ է սխալ, սա ենք նշում։ Վերջ, այսքան հեշտ էր ամեն ինչ, այս առաջիշտ թեմանում քիչ հավարժությունները, եկեք անցնենք, ես ոչ որ թե երկրորդից էլ եմ ես գտել մի քանի բան, այսա եկեք նայենք, ուրեմն 30-ն է ոնց որ, ինչպես է շարժվում հողաթափիկ ինֆուզորիան, սա նույնպես էլի նայեք, մարմինը պատող դարթիչներով ստեղ։ Թվարկվածներից ինչ եղանակով բազմանում հողաթափիկ ինֆուզորիան, նայեք, ստեղ մենք ունենք լայնակի կիսում, մեզ ստեղից բոլորից ամենաշատը այդ լայնակի կիսումն է, ոնց որ համապատասխանում, դրա համար դա էլ հենց վերցնում ենք։ Որտեղ է կատարվում հողաթափիկ ինֆուզորիայի սննդի մարսումը։ Մենք ասեցինք այն նկարի վրա էլ չէ, ես դες չտվեցի, որ ինքը մարսողական վակուոլ ունի, դրա համար հենց այդտեղ էլ դնում է իր սնունդը մարսվում է։ Ինչպիսին է հիդրայի նյարդային համակարգը, հիդրայի մենք հիդրա չունենք, հələ որ մենք հիդրան չենք անցել հələ որ։ Так, հիմա ինչ էի ուզում անել ես 189 կարծեմ նշել եմ մոտս, երևի սա ինչ որ մի բան նշանակում, հա, սովորական ամիոբա, սա պետք է ուղղակի մենք տեսնենք, սրանք ճիշտ է նախակենդանի մեծ կենդանիներ են, թոքային սուպիկը գիտենք որ բակտերիա է, խոլերայի վիբրիոնը գիտենք որ բակտերիա է, հողաթափիկ ինֆուզորիան կենդանի է, խմորասունկը սունկը եւ այսինչա ստրեպտոկոկը ասում եմ սունկը բակտերիա է, այհա։ Սա ուրեմն ինֆուզորիայի կառուցվածքային առանձնահատկությունների ճիշտ պնդում։ Սննդի չմարսված վնասորդների ինֆուզորիայի մարմնից դուրս են գալիս արտազատական անցքով։ Ճիշտ է։ Շնչառությունը կատարվում է մարմնի մակերևույթով, ճիշտ է։ Հողաթափիկ ինֆուզորիայի մարմնի ձևը կայունն է։ Անկայուն մարմնի ձև ունի մենակ ամիոբան, դրա համար այո կայուն է։ Ինֆուզորիաների անբարենպաստ պայմաններում բազմանում է սեռական եղանակով, անբարենպաստ պայմաններում բազմանում է ճիշտ է։ Ուրեմն ինֆուզորիաներին հատուկ է քեմոտաքսիսի երևույթը։ Ուրեմն ասեր բազմացումը կատարվում է երկայնակի, այս սխալ է, քանի որ լայնակի կիսումով է գնում։ Այսքանը ստեղից այդքանն էի կարծեմ պահել։ Եկեք անցնենք հաշտենանք, չէ, մեզ այլևս չի համապատասխանում։ Եկեք 4-րդ թեմանում են կարծեմ շատ տենց ինձ թվում է կլինեն այստեղ շատ այդպիսի բաներ, եկեք փորձենք։ Так, որն է հողաթափիկ կծկուղ վակուոլի գործառույթը։ Так, ինքը ինչ է անում, նախ այստեղ իհարկե գրած է ջրի ավելցուկի եւ սննդի չմարսած, բայց այդ իր ոնց որ main goal-ը չի էլի։ Ինքը նաեւ ներքին միջավայրի խտության պահպանում կանի իր այդ հողաթափիկ ինֆուզորիայի կծկուղ վակուոլը եւ եթե իսկականից բացենք 7-րդ դասարանի գիրքը, այդպես է գրած է։ Դրա համար սա ոնց որ հիշեք, որ ստեղ իհարկե կա այս, բայց ինքը ոնց որ ավելի կարևոր դեր ունի, էլի, դրա համար սա ենք նշում։ Որն է հողաթափիկ ինֆուզորիայի արտազատող անցքի գործառույթը։ Ուղղակի սննդի չմարսված վնասորդների դուրս բերում։ Հողաթափիկ ինֆուզորիայի սեռական պրոցեսը կարգավորվում է եւ վերահսկում է միայն փոքր կորիզը։ Հողաթափիկ ինֆուզորիայի շնչառությունը կարգավորում եւ վերահսկում են միայն մեծ կորիզը։ Ինչպես է կարգավորվում եւ վերահսկում հողաթափիկ ինֆուզորիայի սննդարարությունը։ Էլի մեծ կորիզ, այստեղ ուղղակի տենց դժվար բան չկա, ուղղակի մեծ կորիզ, փոքր կորիզ։ Հողաթափիկ ինֆուզորիայի շարժումները կարգավորում եւ վերահսկում են իհարկե մեծ կորիզը։ Մենակ բազմացման հետ ինչ կապված է, սա փոքր է, մնացածը ամբողջը մեծ կորիզ, որ գործառույթն իրականացնում ինֆուզորիայի կծկուղ վակուոլները։ Ներքին միջավայրի ասեցինք այս խտության պահպանումը։
Ինչի երկու անգամ հարցում, որ պրոցեսն է կարգավորում հողաթափի կինոզորայի փոքր կորիզը, ասեցինք բազմացումը, ինչ է ցիստան, так, ասեցինք մենք, որ սա ժամանակավոր հանգստի վիճակ է, կենսամիջավայրի անբարենպաստ պայմանները անցկացնելու համար։ Ինչպես է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան անբարենպաստ պայմաններում, ասեցինք, որ ինքը սեռական եղանակով, կոնյուգացիայով, որ կենդանին չունի կայուն ձև, ասեցինք ամեոբան, ինքը միայն ամեոբան, որ ասենք եթե գրածա, որ ինֆուզորիան կայուն ձև ունի կայուն ձև, դա ճիշտ պնդման, որովհետև ինքը ունի կայուն ձև, որ նախակենդանին արտաքին ամուր թաղանթ չունի, կարծեմ դա էլի է պիտի լինի ամեոբան, որովհետև հողաթափիկ ինֆուզորիա այն նկարի վրա էլ կար թաղանթը նկարած, քանի որ ինքը ունի թաղանթ։ Ինչ տեղի կունենա արդեն պոլիփիդրա գնացինք։ Գնացինք պոլիփիդրա։ Так. Նաև ես իմ մոտ նշել էի այս 200-ը, ահա, ստեղ ունենք մենք հարցեր, նաև ունենք ուրիշ տեղերից հարցեր, ասենք ես բրուցիլյուսը, սա ես կնշեմ իհարկե, բայց դա ոնց որ դուք էլ նենց պետք է իմանաք, չգիտեմ, եկեք անենք, Volvox-ը պատկանում է մտրակավորների դասի, սա ճիշտ պնդումա դրա համար վերցրեցինք։ Բրուցելոս հիվանդության հարուցիչները բակտերիաներն է, սա էլ եթե անցնում ենք մենք ընդհանուր կենսաբանություն, բաժինը իմանում ենք, որ սա ճիշտ պնդում է։ Արմատոտանիների մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից։ Ես ամենասկզբում հենց դասի ասեցի, որ իրանք միաբջիջ օրգանիզմներ են, որոնց այդ մի բջիջը կատարում է իրանք բոլոր կենսագործունեության պրոցեսները, դա համար սա սխալ է։ Հողաթափիկ ինֆուզիան ունի մեկ օրից, սա ընդհանրապես սխալ է, քանի որ ես այսքան ասեցի, որ մի հատ ունի մեծ, մի հատ ունի փոքր։ Ուրեմն ժանտախտ հիվանդության հարուցիչները բակտերիան է, սա էլ ընդհանուր կենսաբանությունից, նաև անգինան էլ է ճիշտ է բակտերիա, սա իմանում ենք, սննդի չմարսած մնացորդները հողաթափիկ ինֆուզորիայի մարմնից հեռանում են արտազատական անցքով, սա էլ է ճիշտ։ Անբարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով, կոնյուգացիայով։ Հիշում ենք, անսեռ եղանակը արդյոք կոնյուգացիան էր, կոնյուգացիան սեռականն էր, այսինքն սա սխալ է, սա չենք նշում։ Ճիշտ է բոլորը։ Ուրեմն գնացինք առաջ, ամիոբայի ցիտոպլազմայի արտաքին շերտում գտնվում են պաշտպանական գործառույթ իրականացնող օրգանոիդներ, շշիկներ։ Շշիկները մեր մոտ ինֆուզորիայի մոտ էին, ամեոբայի մոտ չէին, դրա համար սա սխալ է։ Բակտերիաները մասնակցում են սննդի վերամշակմանը եւ վիտամին K-ի առաջացմանը։ Սա ճիշտ է, սա բակտերիաների մասին դասում է գրած։ Ընդհանուր կենսաբանության մեջ է մտնում այս թեման։ Հողաթափիկ ինֆուզորիայի փոքր կորիզը կարգավորում է շարժման ոչ, հողաթափ փոքրը մեր մոտ վերահսկում էր միայն բազմացումը։ Սա սխալ է։ Սովորական ամեոբան արտաքին ամուր թաղանթ նոր մենք պատասխանեցինք, որ հենց ինքը միակն է, որ չունի արտաքին ամուր թաղանթ, դրա համար դա էլ է սխալ։ Պոլիփիդրայի մասողությունը մասամբ արտաբջջային, մասամբ ներբջջային։ Սա ճիշտ պնդում է, դե ճիշտ է պոլիփիդրան դեռ ես չեմ բացատրել ձեզ, բայց եթե գիտենք թեման, ուրեմն գիտենք, որ Իրանը մասամբ արտաբջջային է, մասամբ ներբջջային է։ Ինքը ունի հատուկ ոնց որ էնդոդերմում ունի հատուկ բջիջներ, որոնք միայն մարսողությամբ են ոնց որ մարսողությունն են կարգավորում, դրա համար ինքը ունի տենց երկու ձևի մարսողություն։ Երբ պոլիփիդրայի խայթող բջիջը ոնչ չանում է, մաշկամկանային բջիջ ստանում են նոր խայթող բջիջ։ Եկեք ես այստեղ մի քիչ ձեզ ասեմ, որ մաշկամկանայինի չի միջակայից նոր խայթող բջիջ առաջանալու, դրա համար այս պնդումն է պիտի սխալ լինի։ Այս երկուսն են, որ պետքա որ ճիշտ լինեն։ Այս արդեն սպիտակուաներ է, ինձ թվում է արդեն մեծ մասն էլ արդեն արեցինք մենք թեստերի, հիմնականում տեսակ թեստերն են շատ հեշտ, այս թեմայի հետ կապված, դրա համար ինձ թվում է պետքա որ բոլորը դուք հասկանաք ու կարողանաք անել։ Ինձ թվում է այսքանը, այս դասի համար այսքանը, մերսի նայելու համար։